Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախ ես երկու հարց ունեմ։ Առաջինը դուք նշեցիք տարեկան գնահատման բաղադրիչները, ուզեմ հասկանամ, կախված ծառայությունից այդ բաղադրիչների կշիռը նույնն է, թե չէ, որովհետև ելնելով ոստիկանությունում ծառայության բնույթից, մեկի համար մարտական ավելի կարևոր է, մյուսի համար համեմատաբար ավելի քիչ։ Եվ երկրորդ հարցը մի քիչ ավելի հստակեցրեք տարեկան գնահատումների եւ ատեստացիաների միջև կապ։ Իմ խորին համոզմամբ ատեստացիան պետք է դուրս գա ընդհանրապես, ամբողջ ոչ միայն ոստիկանությունում, այլ ընդհանրապես եւ փոխարինի տարեկան գնահատումների։ Դա խնդրեմ այդ կապը մի հատ ներկայացեք, այլապես ստացվում է ընծեյունի ավազակների նման, որ ինկասատորները տարին մի անգամ կրակելու նորմատիվ են հանձնում, եթե չեն ստանում, չեն հանձնում, շարունակում են ծառայել, այսինքն ինչ չհանձնես տարեկանը, հետո գալի ատեստացիոն հանձնում ա, ինչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան, իրականում երկու հարցերն էլ կարևոր նշանակության հարցեր են եւ մենք հատուկ ուշադրության ենք դարձրել այս կոմպոնենտներին։ Առաջինը կշիռները տարբեր են, բնականաբար ըստ Հենասյան, որովհետեւ բարեկային ծառայության դեպքում կարգախմբերի տեսանկյունից այլ հանգամանքներ պիտի գնահատեն այլ կշիռներով, քրեականի դեպքում եւ համայնքային ոստիկանության դեպքում այլ։ Նախարարի հրամանի մակարդակում այս կշիռները կսահմանենք, բայց ուզում եմ փաստել, որ հատուկ կշիռները տարբերակվելու են։ Երկրորդը ատեստացիայի համակարգի տեսանկյունից խնդիրը հենց գալիս է նաև դրանից, որովհետև անձինք կարող են 3 տարին մի անգամ ուղղակի պարապել, հանձնել կրակային, ֆիզիկական եւ մասնագիտական քննությունը, եւ մի կողմ թողնելով 3 տարվա ընդհանուր աշխատանքը, մենք հենվում ենք միայն ատեստացիայի արդյունքում ձևավորված թվի վրա եւ ֆիքսում ենք լավ է, գերազանց է, թե բավարար է։ Հիմա վերցնելու ենք 3 տարվա կատարողականը, դրանից դուրս ենք բերելու միջին թիվը եւ այս պայծրությամբ դեռևս հստակ չենք որոշարկել, բայց այն կլինի պայմանական 50%-ը ընդհանուր գնահատականի եւ ատեստացիայի քննությունների արդյունքում ձևավորված գնահատականները կլինեն կրկին 50%-ը եւ սրանց հանրագումարն է, որ պիտի որոշի վերջնական հավելավճարի ինչպիսի չափ ենք սահմանելու։ Սա կարծում եմ հնարավորինս բալանսավորված մոտեցում է, որpիսի մենք նախ աչքաթող չանենք 3 տարվա կատարողականը ծառայողի եւ երկրորդը թույլ տանք, որpիսի վերջնարդյունքում կրկին ատեստավորման ճանապարհով անձը կարողանա ստուգարքի նոր միավորներ ձեռք բերի եւ մենք կարողանանք սրանց հանրագումարը հաշվարկել։ Իհարկե քննարկելու հարց է ատեստացիայի բաղադրիչը պիտի լինի 50%, թե 30%, թե 70% պայմանականորեն, բայց ուզեցել ենք, որ այս երկու կոմպոնենտները միաձուլենք եւ սրանց հանրագումարային արդյունքը որոշի, որքան հավելավճար է հաշվարկվել։ Առաջին մասով հարց չունեմ, այո, ճիշտ է, որ տարբեր կշիռներ ունենան։ Երկրորդ ուղղակի պրակտիկ եմ ուզում հասկանամ, այսինքն մարդը 3 տարի ծառայում է, կատարողականները լավ վատ անցնում է շեմը, հիմա 3-րդ տարվա վերջում ինչ իմաստուն է եւս մի անգամ դա ամփոփել, որովհետեւ մարդը ատեստացիան անում ես, տեսնում ես ինքը համապատասխանում է, թե չէ։ Ամբողջ 3 տարվա աշխատանքով ցույց է տվել, որ համապատասխանում է։ Դրացուցիչ ստրեսի աղբյուր է։ Մյուս խնդիրը տեխնիկապես նայեք, լավ մարդը աշխատանքի է ընդունվում դիցուկ ապրիլի 1-ին, չէ, հաջորդ տարվա մարտի 31-ին տարեկան կատարողական, այն մյուսը տարեկան կատարողական, այն մյուսը տարեկան կատարողական եւ դրանից մի ժամ հետո ատեստացիա։ Այսինքն այդ դեպքում 3-րդ կատարողական ինչի է կանում, եթե ամփոփիչը 3 տարին իր մեջ ներպարփակում է։ Շնորհակալություն։ Կարճ ուղղակի արձագանքեմ, պարոն Խաչատրյան, կա նմանատիպ մտահոգություն, որ սա կարող է լրացուցիչ, այսպես ասեմ, process-ի արդյունք դառնալ որպես այդպիսին, բայց քանի որ կատարողականի համակարգը նոր ենք ներդնում եւ ցուցիչների հուսալիության մասով դեռ պետք է պրակտիկ փորձառություն անցնենք, կմտնենք այսպես համակարգի մեջ, եթե տեսանք, որ այն ամբողջովին ծածկում է մեր բոլոր հարցերի պատասխանները, կանադառնանք նորից մեխանիզմին։